Բարև ձեզ, եթերում շաբաթնանց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ շաբաթնանց լրատվականի առաջին մասի հիմնական թեմաներին։ Առանձին կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել հանդիպումներ եւ քննարկումներ նպատակը կառավարման խորհրդարանական մոդելի եւ բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարի շուրջ համախմբումն է։ Հասարակական քաղաքական շրջանակներում ներկայումս քննարկման թեմա է Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից անցկացվող կոնսուլտացիաներն ու հանդիպումները ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Ինչ կտան այդ քննարկումները նախագահական ընտրությունների նախաշեմին։ Չնայած սուր քննադատություններին եւ տարբեր գնահատականներին խորհրդարանն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու կառավարության ներկայացրած օրինագիծը։ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված նվազագույն աշխատավարձի 2500 դրամով ավելացումը որքանով կբարելավի ազգաբնակչության կենսամակարդակը Արցախույս մայրաքաղաքում։ Ազգային ժողովի քարոզիայի վերջին աշխատանքային օրվա ընթացքում շարունակվել է բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իրենց ելույթներում խորհրդարանական ընդդիմության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության են ենթարկել ներկայացված նախագիծը։ Անցնող շաբաթ բյուջեի նախագծի արտահերթ նիստ հրավիրելու եւ նախագահական ընտրություններին վերաբերող հարցերն են քննարկվել ազգային ժողովում հրավիրված ճեպազորույցի ընթացքում։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել թվարկված թեմաների վերաբերյալ։ Այժմ առավել մանրամասը։ Անցնող շաբաթ հայաստանյան քաղաքական դաշտում նոր զարգացումներ տեղ ունեցան։ Առանձին կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի էին ունենում հանդիպումներ եւ քննարկումներ։ Նպատակը մեկնաբանվեց այսպես՝ համախմբվել կառավարման խորհրդարանական մոդելի եւ բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարի շուրջ։ Տեղի են ունեցել ՀՅԴ-ԲՀԿ, ԲՀԿ-ՀԱԿ եւ Ժառանգություն կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումներ։ Կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը կոնսուլտացիաներին միանալու պատրաստակամություն չեն հայտնել։ Նրանց ներկայացուցիչների հետ զրուցել է գործընկեր Փայլակ Վարադյանը։ Օրեր առաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի անդամները հայտարարեցին, թե Դաշնակցությունը նախաձեռնել է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ։ Դաշնակցական գործիչների գնահատմամբ այս ամենով քաղաքական օրակարգ են բերվում այն հիմնախնդիրները, որոնց առաջադրմամբ եւ լուծմամբ երկիրը կարող է դուրս գալ տևական տեղապտույտից։ Այս հայտարարությանը հաջորդեց ԲՀԿ ՀՅԴ անդամների հանդիպումը։ Այստեղ մենք արձանագրել ենք նվազագույն այն անհրաժեշտ խնդիրները, որոնց լուծումը անհրաժեշտ է, որ այս կարողանանք այս իրավիճակը փոխել, բայց նաև բավարար է, որպեսզի դա իսկապես փոխվի։ Դաշնակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նման ձևաչափի քննարկում կազմակերպվեց նաև Հայ ազգային կոնգրեսի անդամների հետ։ Կառավարման խորհրդարանական մոդելի եւ բացառապես համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը քննարկվեց նաև Ժառանգության ներկայացուցիչների հետ։ Բոլորը քննարկվել են, թերևս պայմանավորվածություններ չկան, բայց կարող եմ ասել, որ ամենայն թեպս ընդհանրություններ երևում են, դրա համար էլ անպայման շարունակություն կլինի մեր բանակցություններում։ Կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը կոնսուլտացիաներին մասնակցելու պատրաստակամություն չեն հայտնել։ Ըստ հանրապետական գործիչների քաղաքական դաշտում հենց իրենք են օրակարգ թելադրողը։ Բացի այդ, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, նախագահական ընտրություններից առաջ այդ կուսակցությունները ակտիվանալու խնդիր ունեն։ Սա հին ծրագիր է, իսկ նոր մոտեցումներ չկան, նշեց Սահակյանը։ Այնպես որ անընդհատ քննարկվել է եւ մենք մեր արգումենտները բերել ենք եւ նորից պիտի ասեմ սկզբունքը, որ բարեփոխումների ճանապարհով պիտի գնանք, որովհետեւ մոդելի փոփոխությունից որևէ բան հնարավոր չի փոխել, առավել եւս վնասները ավելի շատ են։ Քննարկումներին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացել են նաև օրինաց երկիր կուսակցության անդամները։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեծ զրույցում նշեց, թե առայժմ չեն պատրաստվում արձագանքել։ Հանդիպում կլինի, սակայն թե ինչ արդյունքներ կարձանագրվեն, առայժմ հստակ չէ։ Օրինաց երկիր կուսակցությունը կգտնի համապատասխան ժամանակ եւ կհրավիրին Բարգավաճ կուսակցության ներկայացուցիչներին քննարկելու այն խնդիրները, որոնք իրենք առաջ են քաշել, որի շուրջ արդեն մեր տեսակետներն ու մոտեցումները հրապարակային կտեղեկացնենք բոլորին։ Անդրադառնալով ՀՀԿ անդամների այն հայտարարություններին, թե հանրապետական կուսակցությունը ոչ մի քաղաքական ուժի կոնսուլտացիաներին ոչ արձագանքել է եւ ոչ էլ արձագանքելու է, Բարգավաճ Հայաստան կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց. Զարմացած եմ նման կոշտ շարադրանքից։ Այն իրավիճակը, երբ մեկ անձի, մի քաղաքական թիմի ցանկությամբ դակվում են, կայացվում են կամ որոշումներ, որոնք ոչ միշտ են պատվիրված ժողովրդից, հանրությունից, օրենսդիր կամ գործադիր մարմին պետական ծառայողներին գործ ուղղած մեր հանրությունից,
դրանք մտահոգություններ են առաջացնում։ Հավելենք, որ այս ձևաչափով հանդիպումները քաղաքական ուժերի միջև կշարունակվեն, իսկ կոնսուլտացիաները կհանգեցնեն արդյոք քաղաքական ուժերի համախմբման, հայտնի չէ։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Հասարակական քաղաքական շրջանակներում քննարկման թեմա դարձավ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից անցկացվող կոնսուլտացիաներն ու հանդիպումները ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ինչ կտան այդ քննարկումները նախագահական ընտրությունների նախաշեմին, արդյոք կարելի է ակնկալել ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնականություն եւ ընտրությունների միասնական թեկնածուով մասնակցություն։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ կպատմի Հերմինե Մկրտչյանը։ Հարկավոր է համակ ուշադրությամբ հետևել ու հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում հայաստանյան քաղաքական դաշտում եւ արդյոք տեղի ունեցող գործընթացներն առաջիկայում միավորումների հիմք կդառնան, ասում է քաղաքագետ Թաթուլ Հակոբյանն ու օրինակ բերում 1996 թվականին մեր երկրում տեղի ունեցած զարգացումները, երբ ընդդիմադիր ուժերի միավորում տեղի ունեցավ նախագահական ընտրություններից օրեր առաջ։ Երբ որ հիմնական թեկնածուները նախագահային ընդդիմադիր նկատի ունեմ, միավորվեցին եւ միասնական թեկնածուի վրա կանգ առան այն ժամանակ Վազգեն Մանուկյանն էր եւ որը փաստացի ընտրություններում պաշտոնապես պարտվեց, բայց շատերի համոզմամբ այդ ընտրություններում հենց Վազգեն Մանուկյանը հաղթեց։ Միանշանակ քննադատել այն քննարկումները, որոնք այժմ ընթանում են ընդդիմադիր ուժերի միջև, ըստ քաղաքագետի այնքան էլ ճիշտ չէ։ Գուցե այդ գործընթացների արդյունքում ընդդիմադիր ուժերը համաձայնության գան ինչ-որ օրակարգային հարցերի շուրջ եւ որոշում կայացնեն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցել մեկ միասնական թեկնածուով։ Քննարկումներին մասնակցած Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշում է, թե հանդիպումների ժամանակ անդրադարձ նախագահական ընտրություններին կատարվել է, բայց անձերի հարց չի քննարկվել։ Ընդհանրապես թեկնածուների հարց երեք չեն քննարկել ենք ընդամենը այդ օրակարգային խնդիրները։ Այնպես չէ, որ նախագահական ընտրությունների հետ կապված քննարկում չի եղել է, բայց թեկնածուների խնդիր չի եղել։ Ժառանգության առաջնորդն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին ու ըստ Արմեն Մարտիրոսյանի այլ թեկնածուի սատարելու հարց կուսակցությունը չի քննարկել։ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածու ունենալու հավանականությունը զրուցակիցներս չեն բացառում, չնայած որ կոնգրեսում տարաձայնություններ այդ հարցի վերաբերյալ կան։ Այդուամենայնիվ դրությունն է թելադրում իրավիճակը եւ ոչինչ այս պարագայում բացառված չէ։ Իմ համար աննորմալը եւ ամենավտանգավորը այն կլիներ, եթե Բարգավաճ Հայաստանը սա անում է գիտակցաբար, սա հատուկ խաղի մեջ է մտել, եթե սա է Բարգավաճ Հայաստանը անում, ապա սա ամենամեծ հարվածներից մեկը կլինի Հայաստանի ժողովրդավարությանը, որը առանց այն էլ նախագահների կողմից, երեք նախագահների կողմից միշտ ստացել է շատ ծանր հարվածներ։ Պարոն Հովհաննիսյանը այլ խոսք չի ասել, քան որ ինքը առաջադրվելու է։ Եվ մենք գնում ենք դեպի դեկտեմբերի 15-ի համագումար, որտեղ արդեն վերջնական որոշումը տեղի կունենա։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքն այս հարցի վերաբերյալ չի փոխվել։ Հիշեցնենք, ավելի վաղ Փաշինյանը բացառել էր նախագահական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի կողմից Բարգավաճի հնարավոր թեկնածուին սատարելու մասին բոլոր տեսակի խոսակցությունները, նշելով, որ Հայ ազգային կոնգրեսը նման որոշում չի կայացրել։ Երեկվա հանդիպումը իմ պատասխանների մեջ որևէ բան չի փոխել։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Անցնող շաբաթվա 5-րդ գումարման ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքների օրակարգում 76 հարցեր ներառված, այդ թվում 12 միջազգային պայմանագիր։ 131 падգամավորներից նիստին ներկայ են եղել 104-ը։ Խորհրդարանում քննարկվել է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու կառավարության ներկայացրած օրինագիծը, երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ ֆինանսների նախարարության ներկայացրած առաջարկությունը։ Սույն օրինագիծը մեկ անգամ եւս արժանացել է ընդդիմադիր խորհրդարանական ուժերի քննադատությանը։ Մինչդեռ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու հանրապետական падգամավորները կառավարության օրինագիծը համարել են սոցիալական խնդիր լուծելու նախապայմաններից մեկը։ Չնայած սուր քննադատություններին եւ տարբեր գնահատականներին, խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց այդ նախագիծը։ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված նվազագույն աշխատավարձի 2500 դրամով ավելացումը որքան կբարելավի ազգաբնակչության կենսապայմանները։ Թեմայի վերաբերյալ կարծիք են հայտնում քաղաքացիները։ Հարցախույս մայրաքաղաքում։ Ոչ մի բան չի փոխի, լակավ ավելի վատանա։ Եթե գները այսքան թանկանում են 2500 ինչ, իսկ մի 2-3 օրվա հացի փոխել չի անի։ Ոչինչ չի տա, բացարձակապես։ Դա որ ասել են իրոք ծիծաղելի մի գումար է, որը երևի թե ոչինչ չի փոխելու։ Պարզապես
ինչ որտեղ ժողովրդին ասենք թե հանգստացնելու մի միջոց է։ Ինչպիսի շռայլություն։ 2500 դրամը ինչ եղանակ պետք է փոխի։ Ոչինչ։ Այս թանկացումների համեմատ։ Դաշտավարձի բարձրացումն էլ, որ ասես շատ մեծ նշանակություն չէ, բայց այնուամենայնիվ իր դրական նշանակություն ունի։ Մանավանդ այն մարդկանց համար, այն ընտանիքների համար, ովքեր ընդհանրապես շատ խեղճ են։ 2500 դրամս կես կիլո միշտ չես կարողանում առնես։ 2500 ինչ փող է դա։ Մի հոգի նստած հալանում են ամբողջ Հայաստանը, մնացածն էլ կոտորվում է։ Քաղաքացիներն ավելի խելացի են, քան ղեկավարները։ Քանի որ 2500 դրամ այսօրվա վիճակով ինչ աղջիկ չան։ Հիմա կմտնեմ խանութ, հաց, բան կառնեմ, վաղը կգամ տեսնեմ այդ հացի գինը նորից ելել է։ Այդ առածս բաների գինը, այդ 2000 դրամը ինչ անեմ։ Կարող են դա էլ չտան։ Ես չեմ ուզում ընդունեմ այդ 2500 դրամը, որտեղ դրանից օգուտ չունեմ ես։ 2500 դրամ մի կիլո պանիր է։ Նույնիսկ մի կիլոգրամ մսի արժեքը դրանից բարձր է։ Ինչ կարող է փոխել։ Չգիտեմ ինչով են մտածում մեր ղեկավարները։ Ամեն ինչ թանկանում է, իսկ այդ 2500 դրամով ոչ մի ասում են վերք չես լավացնի։ 2500 դրամով ոչ մի բան, մի օր որ ծախսես այդ փողը, էլի սոված կմնաս։ Մի անգամ գնաս շուկա, մի քանի կիլո միրգ առնես ու վերջ։ Ոչ մի բան չի օգնում այդ։ Չէ, ոչ մի բան չի փոխի։ Դա ավելի լավ է չբարձրացնեն։ Ինչ նշանակություն ունի։ Ամեն ինչ թանկ ու կրակ է։ Ազգային ժողովի քարոզիայի վերջին աշխատանքային օրվա ընթացքում շարունակվել է 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իրենց ելույթներում խորհրդարանական ընդդիմության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության են ենթարկել ներկայացված նախագիծը եւ համոզմունք հայտնել, որ եկող տարվա բյուջեն նույնպես չի լուծելու երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները, նպաստելու է աղքատության ավելացմանը եւ արտագաղթի ծավալների մեծացմանը։ Մանրամասները մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերների պատրաստած տեսանյութում։ Գործադիր իշխանության հայտարարությունները եւ ձեռնարկվելիք գործողությունները, որ պետք է արտացոլված լինեին 2013-ի բյուջեի նախագծում, ըստ դաշնակցական падգամավոր Արծվիկ Մինասյանի իրար չեն համապատասխանում։ Նորից մեր քաղաքացիները հույսները պետք է դնեն Աստծո վրա եւ ոչ հայրենի կառավարության եւ հայրենի իշխանությունների։ Չնայած վերջին 2 ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից հրավիրվող խորհրդակցությունների ու բարձրաձայնումների ընթացքում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով պարզ դարձավ, որ բյուջեն պաշտպանված չէ ատկատներից, թալանից ու փոշիացումներից, այնուամենայնիվ անգամ հեռավոր գյուղերում ապրող գյուղացին այսօր չի կասկածում, որ ատկատը մեր պետության մեջ համատարած երևույթ է։ Երբ ընդդիմությունն է բարձրաձայնում թալանի կոռուպցիայի մասին, դա որակվում է որպես պոպուլիզմ, մինչդեռ երբ Սերժ Սարգսյանն է բարձրաձայնում այդ մասին, ընդդիմության ամբողջահաճության մեջ մեղադրողները համաձայնում են, որ դա խայտառակություն է, դժգոհում է падգամավորը։ Երկու ճշմարտություն չի կարող լինել, կամ նախագահը նույնպես զբաղվում է պոպուլիզմով, երբ ասում է, որ կոռուպցիան խեղդում է պետությանը, կամ նա ասում է ճշմարտությունը։ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավարի այս դիտարկումներն անպատասխան չմնացին։ Հանրապետության նախագահը պոպուլիզմից նույնքան հեռու է, որքան Ադրբեջանը դեմոկրատիայից։ Յուրաքանչյուր տարվա բյուջեի գնահատական ու անվանում է տրվում։ Ինչպես օրինակ նախորդ տարվա 2012 թվականի բյուջեն Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ որակվում էր որպես գոյատևման, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեն ամենամեծ երևակայության դեպքում անգամ ըստ падգամավորի այդպես բնութագրել հնարավոր չէ։ Այն սողացող բյուջե է եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները նույնպես դեմ են քվեարկելու։ 4% պլյուս մինուս 1% գնաճի պայմաններում ակնհայտ է, որ աղքատությունը խորանալու է, այսինքն աղքատության դեմ հռչակված սրբազան պատերազմը, ինչպես մեր բազմաթիվ այլ պատերազմներ, փաստորեն մնալու է հերթական անգամ բարոյական պատերազմների տիրույթներում։ Կառավարության եւ ներկայացված բյուջեի նախագծի վերաբերյալ քննադատություններն ու մեղադրանքները շարունակվեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթում։ Հայ ազգային կոնգրեսն ըստ падգամավորի շարունակում է պնդել, որ ներկայացված նախագծում բյուջե չկա եւ այսպիսի բյուջե ընդունել չի կարելի։ Բայց հարձակապես համաձայնել է մատակարարներին սուբսիդավորելու։ Մենք ինչ նստել ենք, որ դուք մի հատ ընկերությանը դիզվառելիքի համար սուբսիդիա տաք ձեր ընկերներին։ Ես խաղ անում սրա հետ։ Բայց ո՞ս կարա կառավարությունը խոսա կոռուպցիայի կրճատումից սուբսիդավորի մատակարարին։ Ինչ եղել։ Որ սպառող է սուբսիդիար, փողը տվեք գյուղացուն, լավ էլ կխտումից ինչ առնի։ Եվ հետո ասում են կոռուպցիան իջել է։ Բա որ դեսպաններ կամ չգիտեմ ֆինանսական հաստատություններ վկայակոչում են դա։ Մարդ քիչ է մնում ցախկվի։
Ընդդիմության կողմից հնչող քննադատություններին եւ մեղադրանքներին Տիգրան Սարգսյանը ըմբռնումով է մոտենում։ Ընդդիմությունը հենց քննադատելու համար է։ Ավելին, ըստ նրա, քննադատողների մեծամասնությունը ազնիվ մղումներից ելնելով է այդ կերպ վարվում եւ ներկայացնում առաջարկներ, որոնց կառավարությունը ուշադրություն կդարձնի։ Չնայած այս ամենին գործադրի ղեկավարը համոզված է 2013-ի բյուջեն հիմք է լինելու արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Մենք մշտապես բաց ենք եղել երկխոսության համար եւ նաեւ ընդդիմությանն ենք հրավիրել մեր քննարկումներին։ Նշենք, որ փոխադարձ վիրավորանքներով, մեղադրանքներով ու ամոթանքներով ուղեկցված 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ազգային ժողովի հաջորդ քառօրյայի աշխատանքների ընթացքում։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Անցնող շաբաթ արտահերթ նիստ հրավիրելու, ինչպես նաև քաղաքական կոնսուլտացիաներին եւ փետրվարյան նախագահական ընտրություններին վերաբերող հարցերն են քննարկվել ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցի ընթացքում։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել թվարկված թեմաների վերաբերյալ։ Կառաջադրի արդյոք Հայազգային կոնգրեսը թեկնածու նախագահական ընտրություններում, որ դեպքերում դաշնակցությունը կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն մասնակցելու 2013 թվականի նախագահական ընտրություններին, մանրամասնում է Փայլակ Վարադյանը։ Նախ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան 2013 թվականի պետական բյուջեի նախագծին։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք դեմ են քվեարկելու այդ նախագծին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները եւս միացան իրենց գործընկերներին։ Կառավարության այն հայտարարությունները, թե հաջորդ տարվա բյուջեն ուղղված է սոցիալական խնդիրները կարգավորելուն, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների իրականությանը մոտ չէ։ Սա սողացող բյուջե է, որի հիմքում զարգացում չկա։ Այս բյուջեն չի արտացոլում ֆինանսատնտեսական այն գործառույթները պետության ներսում, որը կա։ Մենք պարզապես թիվ առ թիվ, այդ 3000-ի փաստաթուղթը մերկացրել ենք, հետո տեսել ենք, որ որևէ լուրջ բան բյուջեի հետևը չկար։ Պետական հատվածի աշխատողների մասով եւ մեր կենսաթոշակառուների մասով մենք ունենալու ենք հետընթաց։ Ապա անդրադարձ կատարվեց նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստին։ Չնայած անհրաժեշտ ստորագրություններ հավաքված են, սակայն Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի կարծիքով նախաձեռնությունը արդյունքի չի հասնի, քանի որ քվորում չի ապահովվի։ Արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ Օրինաց երկիր կուսակցության անդամները դեռ վերջնական որոշում չունեն։ Հրավիրվելու է քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում այդ հարցը կքննարկվի, նշեց Հեղինե Բիշարյանը։ Արտահերթ նիստը երբ որ կկայանա, օրակարգը կլինի, մենք բնականաբար այդ օրակարգին կհետևենք, կտեսնենք ինչ առաջարկություններ են կատարվում եւ մեր տեսակետները մոտեցումները կհայտնենք։ Եթե քվորում լինի եւ նիստը սկսվի, անպայման նաեւ ներկայացնելու ենք մեր առաջարկությունները եւ հիմնավորելու ենք փոփոխման կարեւորությունը։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի քվորումի բացակայության պատճառով նիստը չկայանա։ Եթե հանրապետական падգամավորները չմասնակցեն արտահերթ նիստին, ապա դա առնվազն խայտառակություն կլինի, նշեց ՀԱԿ անդամ Հրանտ Բաքրատյանը։ Մինչդեռ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, այս ամենը իմիտացիոն երևույթներ են, որին մասնակցելու խնդիր հանրապետականը չունի։ ՀՀԿ-ն այդ օրը մոտերքում է լինելու, ուրիշ ոչինչ։ Ընդամենը անիմաստության դաշտ չենք մտնելու։ Դա նշանակում է, որ հանրապետական կուսակցությունը ասում է, որ ձեր հետ ազնիվ պայքարի ես պատրաստ չեմ։ Իմիջայլոց խայտառակությունը հենց նա է, մանավանդ եթե Բագրատյանն է ասում, որ բավականին լուրջ ճանապարհ անցած գործիչ է, քաղաքական փոքրիկ տրյուկների է մասնակցում։ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացնելով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանդես եկան տարբեր հայտարարություններով։ Հույդան անձի խնդիր չի լուծում, մենք առաջ ենք քաշել 7 կետից բաղկացած գաղափար, իսկ ով ունակ կլինի լուծել այդ խնդիրները, նա էլ կլինի մեր թեկնածուն, նշեց Արծվիկ Մինասյանը։ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ կսատարի, եթե նախագահ Սերժ Սարգսյանը ընդունի 7 կետերը եւ երաշխավորի ու հասարակությունն էլ հավատա այդ 7 կետերի փոփոխությանը, իսկ ինչու ոչ։ Չէ՞ որ մեր համար անձը, նորից եմ ասում, երկրորդական նշանակություն ունի։ Իդեպ ասեմ, որ մենք պետք է առաջնորդվենք հետեւյալ մոտեցումով, ոչ թե մենք ընտրում ենք նախագահ, այլ փոփոխություններ իրականացնող նախագահ։ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է դիտարկել նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնարավորությունները, իսկ թե ինչ ձևաչափով է մասնակցելու կոնգրեսը փետրվարյան ընտրություններին եւ երբ է հրապարակվելու այդ որոշումը, Հրանտ Բաքրատյանը նշեց։ Չի կարելի այդքան լարված բայել հասարակությանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության տեխնացուն միանշանակ լինելու է Գագիկ Ծառուկյանը, հայտարարեց Նաիրա Զորաբյանը միաժամանակ ընդգծելով. քննարկումները քաղաքական կուսակցությունների միջև շարունակվում են, իսկ վերջնական որոշումը հայտնի կդառնա մոտորերս։ Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է եւ ԲՀԿ-ն պետք է սատարի գործող նախագահի տեխնացությունը, Նաիրա Զորաբյանն արձագանքեց. Վարչապետը կարող է վստահաբար պնդել, որ Բարգավաճ Հայաստան հանրապետական օրինաց երկիր կոալիցիա գոյություն ունի, ապա եթե ինքը կարողանա դա ապացուցել, ապա մենք կքննարկենք նրա առաջադրած հաջորդ հարցը։ Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան նաև քաղաքական կոնսուլտացիաներին, կարծիք հայտնելով, որ այդ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ Հանդիպում եւ քննարկում առաջիկայում նախատեսված է նաև արտախորհրդարանական ուժերի անդամների հետ։ Փայլակվարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Այժմ առաջարկում եմ դիտել, թե շաբաթանց լրատվականը ինչ է առաջարկում դիտել հաջորդիվ։ Վերաքննիչ քրեական դատարանն անցնող շաբաթ անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի վճիռը։ Մինչ կհրապարակվի դատավճիռն ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաքննիչ դատարանի մոտ կայացել է բողոքի ակցիա։ Գլխավոր դատախազության շենքի առջև անցնող ուրբաթ բողոքի ակցիային անցկացրել Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու քաղաքացիական ակտիվիստներ, պահանջելով արդարացնել կոնգրեսի 4 ակտիվիստ երիտասարդներին։ Անցնող շաբաթ Հույդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կազմակերպել էր բողոքի երթ ուսանողության մի շարք խնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով։ Երթը մեկնարկել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտից։ Անցնող շաբաթ հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երթնակալության հանդիսավոր արարողությունը։ Նախագահական ընտրությունների նախաշեմին խորհրդարանական քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարությամբ, թե կողմ են, որ մեր երկիրն անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելի, ինչ որակական փոփոխությունների կարող է հանգեցնել այս ամենը։ Անդրաժեշտություն կա արդյոք Հայաստանում փողվարչապետերի թվի ավելացման այս հարցի շուրջ մայրաքաղաքում աշխատող Գալայ լրագրողը զրուցել է քաղաքական գործիչների հետ։ Թբիլիսի, Կախետի, Թել Ավիվ քաղաքական անցուդարձ վրացական ավանդույթներ, սովորույթներ եւ կենցաղ։ Շարունակվում է մեր հարևանները նախագծի շրջանակներում Վրաստանում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանն անցնող շաբաթ անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի վճիռը։ Նույն օրը հրապարակվեց սույն գործով դատական վճիռը, սակայն մինչ կհրապարակվեր դատավճիռն ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաքննիչ դատարանի մոտ կայացել է բողոքի ակցիա։ Ոստիկանները սակայն շրջափակել էին դատարանի շենքը, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին ներս մտնել նիստերի դալիճ։ Դատավճիռը հրապարակվելուց հետո բողոքի ակցիան վերաքննիչ քրեական դատարանի շենքից տեղափոխվել է Բաղրամյան 26։ Մինչի պաշտպանություն հակակտիվիստների վերաքննիչ քրեական դատարանի մոտ կհավաքվեին բողոքի ակցիայի մասնակիցները, իրավապահ մարմինները շրջափակեցին դատարանի տարածքը, հայտնելով, թե ցուցարարների համար նիստը դեռ է լինելու։ Ակցիայի մասնակիցները ամոթ դատախազին կասեցնել ապօրինի դատը, ոչ քաղաքական հետապնդումներին եւ այլ պաստառներով հավաքվեցին դատարանի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները մեծ հետ զրույցում նշեցին, որ դատական նիստերը մշտապես ընթացել են խախտումներով եւ որ դատարանն այսօր իրական մեղավորներին չէ, որ դատում է։ 4 ակտիվիստների նկատմամբ առաջին կայացրած վճիռը անօրինականության դրսևորում են, նշում են բողոքի ակցիայի մասնակիցները։ Պահանջում ենք բաժանել բոլոր մեղավորներին, այսօր մեր դատական համակարգը իրոք շատ ողբալի վիճակում է։ Դատական վճիռը ըստ էության որևէ նշանակություն չի կարող ունենալ այս գործում։ Դատական վճիռը այս գործում լինելու է քաղաքական, այսինքն ցանկացած դեպքում, ցանկացած վճռի դեպքում սա լինելու է քաղաքական որոշում, իսկ դա արդեն անթույլատրելի է ի սկզբանե, դա արդեն անօրինականության սկիզբն է։ Այս դեպքում ոչ թե խաղա, այլ քաղաքական հետապնդում է, այսինքն շատ ավելի լուրջ գործընթաց է։ Նոյեմբերի 12-ին վերաքննիչ դատարանում տեղի էր ունեցել հակակտիվիստների գործով դատական հերթական նիստը, որը ուղեկցվել էր բազմաթիվ խախտումներով։ Մերժվել էին մի շարք միջնորդություններ, իսկ ամբաստանյալները հեռացվել էին նիստերի դահլիճից, վերջիններիս հնարավորություն չի տրվել նաև հանդես գալ պաշտպանական ճառով։ Սա է մեր երկրի արտարադատություն իրականացնող մարմինների իրական դեմքը, ասում է հականդամ Նիկոլ Փաշինյանը։ Այնինչ կատարվում է դատարաններում ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի արտարադատության ոլորտի պատասխանատուների խորհրդակցությունների արդյունքն է։ Գուցե հաջորդ խորհրդակցությունից հետո կզրկեն պաշտպան ունենալու իրավունքից։ Գուցե հաջորդ խորհրդակցությունից հետո ընդհանրապես դատարանները կլինեն դռնփակ կամ գուցե դատավճիռների կարիք չի լինի հաջորդ խորհրդակցությունից հետո կտանեն Սերժ Սարգսյանը դատավճիռները կստորագրի, դրանով կավարտվեն։
Ապա դատարանը հրապարակեց վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր վճիռը, ըստ էության անփոփոխ թողնելով առաջին ատյանի հուլիսի 20-ի որոշումը, որով ՀԱԿ երիտասարդները դատապարտվել էին 2-ից 6 տարի ազատազրկման։ Վճիռն ընթերցելուց հետո նիստերի դահլիճում հավաքվածները վանկարկեցին ամոթ ազատություն ակտիվիստներին, սակայն ոստիկանները հորդորեցին վերջիններիս արագ լքել նիստերի դահլիճը։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, հրապարակման պայծ կամ շրջանակի Այն, որ վերաքննիչ դատարանը կայացնելու էր նման որոշում, սպասելի էր, ասում է Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը։ Նախաքննական մարմինն ի սկզբանե սխալ ուղիով է ընթացել, իսկ ճակերտավոր արտահայտություն իրականացնող մարմինները կատարել են քաղաքական հրահանգ։ Վերաքննիչ դատարանի վճիռը Ստեփան Ոսկանյանի տեղեկացմամբ բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում։ Սա պատվիրված դատավարություն է եւ բաց այդ այս ամբողջ սխալը, այս ամբողջ եւ գործի հանգամանքների եւ չգիտեմ նաեւ այս ամբողջ process-ի այս ամբողջ սխալը գալիս է նախաքննության ժամանակ ներկայացված այդ կեղծ վկայություններից, կեղծ փաստերից, վարկածներից, որ իբր այսպիսի վարկած է, այսպիսի բան է տեղի ունեցել, դրա համար ոստիկանները նման գործողություններ են կատարել։ Այս ամեն ինչը, այս գործի բանը շեղվել է հենց նախաքննության սկզբից։ Վերաքննիչ դատարանի մոտ մեկնարկած բողոքի ակցիան ապա տեղափոխվեց նախագահական նստավայրի դիմաց։ Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը մեղադրվում են 2011 թվականի օգոստոսի 9-ին ոստիկանների տեղ ունեցած միջադեպի համար։ Փայլակ Ֆարադյան, Գոռ Հովհաննիսյան, Գալենյուս։ Գլխավոր դատախազության շենքի առջև անցնող ուրբաթ բողոքի ակցիային անցկացվել Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու քաղաքացիական ակտիվիստներ, պահանջելով արտարացնել կոնգրեսի 4 ակտիվիստ երիտասարդներին։ Հանցագործ դատավորներ Հայաստանն առանց քաղբանտարկյալների, պատժել դատախազին եւ նմանատիպ պաստառներով ու վանկարկումներով բողոքի ակցիա անցկացնող մասնակիցները հայաստանյան դատաիրավական համակարգի վիճակն անմխիթար են համարում։ Ինչ կարելի է սպասել այն դատարաններից, որոնք անկախ չեն եւ որոշումներ կայացնում են Բաղրամյան 26-ից եկող հրահանգների հիման վրա։ Մեր լրագրող զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել ակցիայի մասնակիցները։ Մանրամասնում է մեր աշխատակիցը։ Պատժել քաղաքական պատվեր կատարող դատախազներին, աղվան, հանցագործ, աղվան, հանցագործ, աղվան, հանցագործ, աղվան, հանցագործ, աղվան, հանցագործ, ամոթ, ամոթ։ Գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող այս տասնյակ քաղաքացիները համոզված են, հայաստանյան դատաիրավական համակարգում որոշումները կայացվում են մեկ կենտրոնից եկող հրահանգների հիման վրա։ Ավելին մեծ հետ զրույցում վերջիններս կարծիք հայտնեցին, որ Հայաստանից մեծ չափերի հասնող արտագաղթն այլևս ոչ այնքան սոցիալական պատճառներ ունի, որքան արդարության պակասն է մղում քաղաքացուն դիմել այդ քայլին։ Որոշում ի օգուտ հասարակ սովորական քաղաքացու չի կայացվում։ Եթե նա չլինի որևէ պաշտոնյա, չինովնիկ, բնականաբար նա արհամարված է իր սեփական երկրում։ Պատվեր կատարող դատավորներից բաղկացած մեր դատաիրավական համակարգն ըստ քաղաքացիական ակտիվիստ Արամայիս Ասլանյանի այսօր զավեշտալի վիճակում է գտնվում։ Դատավորների, դատախազների աշխատավարձը հասնում է կես միլիոնից մինչև 1.600.000 դրամ, սրանց փողը, ինչքան աշխատավարձ բարձրացնում ենք, այնքան ավելի ստրկամիտ են դառնում, փոխանակ ավելի ազատամիտ դառնալ։ Բոլորին է հայտնի, որ մենք գործ ունենք կամակատար դատարանների հետ, մեծ հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տաթևիկ Պողպատյանը։ Դատական իշխանությունն ըստ նրա մեր երկրում դե ֆակտո գոյություն չունի։ Ստեղծված իրավիճակից ելքը երիտասարդ ակտիվիստի համոզմամբ մեկն է՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու ասի, որ այլևս չի ուզում ապրել մի երկրում, ուր գոյություն չունի իրավունք եւ ամեն ինչ որոշվում է մեկ մարդու կողմից։ Տարվա ընթացքում տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներն էլ ամենևին չեն նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ժողովրդավար երկիր է։ Իմ պաստառի վրա գրածը պատժել բերետավորներին, որովհետև իրական մեղավորներ օգոստոսի 9-ի դեպքի հենց բերետավորներն են, որովհետև իրանք են օրենք խախտել, դաժան ծեծի են ենթարկել ակտիվիստներին եւ հետո քրեական գործ է հարուցվել հենց ակտիվիստների վրա։ Թե ինչքան վատն է դատաիրավական համակարգը, դա երևի թե դրանից ոչինչ չի ստացվի, բայց փաստը նա է, որ
մենք հանդուրժել ենք այդ ամեն ինչը մինչև հիմա։ Ըստ Հայազգային կոնգրեսի ակտիվիստի, քանի դեռ քաղաքացիները հանդուրժում են այս դատաիրավական համակարգն, այսպես էլ պետք է լինի։ Տարօրինակ ոչինչ Վարդգես Գասպարիի խոսքով այստեղ չկա։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Բողոքի երթ մայրաքաղաքում Հոյդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կազմակերպել էր բողոքի երթ ուսանողության մի շարք խնդիրների, ուսման վարձավճարների, կրթաթոշակների, ուսանողական ճաշարանների, տրանսպորտային զեղչերի մասին բարձրաձայնելու նպատակով։ Երթը մեկնարկել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտից։ Ակցիայի մասնակիցները «Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը» մատչելի մետրո ուսանողի համար եւ այլ պաստառներով շարժվել են դեպի կառավարության շենք։ Նրանք 7 կետից բաղկացած պահանջագիր են կազմել, որը ցանկացել են հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Գործադիրի ղեկավարը կառավարության շենքից դուրս չի եկել, երթից այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում։ Չնայած երթը արտոնված էր եւ Երևանի քաղաքապետարանից ուսանողները ստացել էին համապատասխան թույլտվություն, այնուամենայնիվ երթի մեկնարկը դեռ չտրված մասնակիցները հանդիպեցին իրավապահ մարմինների դիմադրությանը։ Ոստիկանները պարբերաբար հրահանգներ էին տալիս չհավաքվել բուհի դիմաց եւ չխանգարել դասապրոցեսին։ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը վտանգված է, ուսման բարձր վճարները մշտապես պատճառ են դառնում, որ շատ ուսանողներ ստիպված կիսատ թողնեն իրենց ուսումը։ Երթի մասնակիցների խոսքերով ուսանողներին հուզող բազմաթիվ խնդիրներին պատասխանատուները շարունակ լուծում չեն տվել։ Կառավարության կողմից հետևականություն ցույց չի տրվում այդ խնդիրների նկատմամբ։ Խնդիրներ, որոնք ստիպում են հայ երիտասարդին, հայ ուսանողին հեռանալ իր հայրենիքից, իր վաղվա ապագան փնտրել օտարության մեջ։ Այսօր զեղչեր համապատասխան ձևով չեն գործում, չեն զեղչում սահմանամերձ գոտու բնակվող ուսանողների վարձավճարները, չեն զեղչում սոցիալապես անապահովներին, չեն զեղչում այն ուսանողներին, որոնք ծնողները հաշվանդամ են, ընտրված են առաջնային 7 թիրախային խնդիրներ, որը գերակամասնվում է սոցիալ-տնտեսականին, իրավունքների պաշտպանությունը բուհերում ուսանողների հետ կապված։ Երթի մասնակիցները «Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը» որակյալ կրթություն, հզոր հայրենիք եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով անցան Երևանի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտով, կոչ անելով ուսանողներին միանալ իրենց երթին։ Սա բողոքի երթ է ուղղված ուսանողների իրավունքների պաշտպանությանը, իսկ կառավարության ներկայացուցիչների, կրթության եւ գիտության նախարարության անդամների անտարբերությունը թույլ է տալիս, որ կրթություն ստանալու ուսանողի իրավունքը ոտնահարվի, բարձրաձայնում էին ուսանողները։ Միացեք համալսարանական շարժմանը, պաշտպանեք ձեր իրավունքները։ Կառավարությունը պետք է լուծում տա մեր խնդիրների։ Եթե որևէ կառավարություն չի լուծում իր ուսանողության հարցերը, ապա ուսանողությունը լուծում է այդ կառավարության հարցերը։ Եթե նույնիսկ որևէ ուշադրություն չդարձվի այս ամենին, երթը շարունակական բնույթ է ունենալու։ Հիմա այսօր շատ հայտարարություններ են արվում երիտասարդների բարձրացման, օգնության եւ այլնի հետ, բայց դրանք խոստումնալի չեն կարող լինել։ Բողոքի երթի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ, նրանք հավաքվեցին կառավարության շենքի դիմաց պանկարկելով արտարություն։ Ուսանողները պահանջեցին, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ իջնի ներքև եւ լսի իրենց հուզող խնդիրները։ Եթե իրականում հայրենասեր եք, չնայած դրան ներքից կասկածում եք, հայրենասեր մարդը չեր թողի, որ այսքան խնդիրներ կուտակվեն ուսանողության առաջ։ Պարոն վարչապետ, իջեք ներքև, պարոն վարչապետ, իջեք ներքև։ Տիգրան Սարգսյանն այդպես էլ ներքև չիջավ, ուսանողների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Երթի կազմակերպիչները նախընթերցեցին կառավարությանն ուղղված 7 կետից բաղկացած իրենց դիմում պահանջագիրը, ապա կրկնօրինակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին։ Մեր այն հարցին, թե ինչու Տիգրան Սարգսյանն այդպես էլ չհանդիպեց ուսանողների հետ, Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց. Վարչապետը տեղում չի, երկրորդն էլ միշտ չի, որ վարչապետը պարտավոր է իջնել։ Գրավոր դիմումը ներկայացրել եք, հարցադրումները պարզ է, գրավոր կպատասխանի։ Երթի մասնակիցները հայտնեցին, եթե Տիգրան Սարգսյանը կարճ ժամկետում իրենց հուզող խնդիրների լուծման տարբերակներ չառաջարկի, ապա բողոքի ակցիաները կկրեն շարունակական բնույթ։ Նշենք, որ ուսանողները դիմում պահանջագիր են ներկայացնելու նաև Սերժ Սարգսյանին եւ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Շարունակում ենք թողարկումը։ Նոյեմբերի 12-ին Հոկտեմբեր կինոթատրոնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիսավոր պայմաններում երդվեց։
Հոկտեմբեր կինոթատրոնի բակում հավաքված են եղել մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ, ովքեր հսկել են կինոթատրոնի մուտքը։ Համայնքի նոր ղեկավարի եւ ավագանու անդամների հանդիսավոր երթման արարողությանը մասնակցելու համար հրավիրված են եղել մշակույթի, սպորտի, բնագավառի մասնագետներ։ Շիրակի փոխմարզպետն ու Աշոտ Գիզիրյանի օգնականները, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ լրագրողներ։ Շիրակի մարզի պատգամավորները թեև հրավիրված եղել են, սակայն միջոցառմանը չեն մասնակցել։ Հայաստանի կառավարությունից հյուրեր եւս չեն եղել։ Նոր քաղաքապետին ու ավագանու անդամներին նախ շնորհավորեց թիվ 34 ընտրատարածքի նախագահը, ընթերցելով ընտրատարածքի երկու որոշումները, որոնցով սահմանում են Գյումրու քաղաքապետի ու ավագանու անդամների լիազորությունները։ Առաջինը ելույթով հանդես եկավ փոխմարզպետ Սերյան Պետրոսյանն, ով ընթերցեց մարզպետի ուղերձը։ Աշոտ Գիզիրյանը միջոցառմանը չէր մասնակցում։ Հուսով եմ, որ այն գաղափարներն ու խոստումները, որ տրվել եք քարոզարշավի ընթացքում ձեր ընտրողներին, այսօր արդեն դառնալու են կենսունակ ծրագրեր եւ կենսագործվել են նշան մեր քաղաքի զարգացման։ Ելույթով հանդես եկան նաև արվեստի, մշակույթի գործիչներ։ Ազատ Գասպարյանն օրինակ իր խոսքում նշեց, թե հասարակությունը նոր քաղաքապետից ու ավագանուց պահանջում է արհեստների ու արվեստների այն քաղաքը, որտեղից սերվել են բազմաթիվ նշանավոր մտավորականներ։ Միայն Լեննական Գյումրին ամբողջ Հայաստանին տվել է երաժիշտ, դերասան, նկարիչ, քանդակագործ, գրող եւ մենք այսօր նորից ունենք այդ պահանջը։ Ծավալուն ելույթով հանդես եկավ Սամվել Բալասանյանը։ Նա խոստացավ քաղաքը մաքրել բոլոր տեսակի փոշիներից, ազատ խոսքի իրավունք տալ գյումրեցիներին եւ փոխել քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Պետք չի խոսել ուղղակի, ասել շեն քաղաք ունենք, շենը մեր քաղաքը, շենացնել ենք, այո, պետք է թոթափենք այդ փոշիները, պետք է լինենք ազնիվ, արտակ, խոսքի ազատություն բերենք, ժողովրդի։ Սամվել Բալասանյանը նշեց նաև, որ 2013 թվականին ավագանին լուրջ աշխատանք ունի անելու։ 3 կարևոր կետեր են առանձնացրել, որոնցով առաջնորդվելու են հաջորդ տարեսկզբին։ Նախ քաղաքի մուտքի վրա կառուցելու ենք մեծ արկա, որը լինի հսորություն, որը բերի մեզ այնպիսի մի հատ մուտք, որը հնարավորություն տա, որպեսզի ասենք մարդ հասկանա, որ նա մտնում է պատմական Գյումրի։ Այնուհետ Սամվել Բալասանյանն ու ավագանու անդամները երդվեցին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքով անշեղորեն պահպանել մարդու իրավունքներն ու ազատությունները։ Բոլորս իրարել, երկրում ենք, մարդը, երկրում ենք, այս տացվեց, լոյեմը երկրեցինք։ Նոր քաղաքապետին հարցրեցինք, թե ինչ պատճառով միջոցառմանը չէին մասնակցում քաղաքական գործիչներ մայրաքաղաքից։ Հրավերք չի եղել, թե եղել է, բայց չի ընդունվել։ Եթե մտնենք գործառույթների մեջ, նրանք հաստատ կգային, այսինքն չկա այդպիսի պաշտոնական, ասինքն հրավերք, որ նրանք հրաժարվել են եւ այլն։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Բալասանյանն եւս մեկ անգամ անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի ունեցած պարտքերին ու նշեց, որ պետական դոտացիաների հաշվին դրանց մի մասը կրճատվել է։ Որոշ ընկերությունների հետ քաղաքապետարանը եկել է համաձայնության ու հաշտության պայմանագրեր են կնքվել, իսկ պարտքի մյուս մասը դեռ հստակեցման է ենթակա։ Հերմինե Մկրչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Կրկին ներքաղաքական թեմաներից նախագահական ընտրությունների նախաշեմին խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես եկան հայտարարությամբ, թե կողմ են, որպեսզի մեր երկիրն անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին։ Ինչ որակական փոփոխությունների կարող է հանգեցնել այս ամենը, եթե քաղաքական դաշտում գործող առանցքային ուժերը շարունակելու են մնալ նույնը։ Թեմայի վերաբերյալ մեր լրագրողը զրուցել է հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Խորհրդարանական մոդելի կիրառումը նոր չէ եւ կարող է արդյունավետ լինել, բայց ոչ մեր երկրում, որտեղ խնդիրը ոչ թե ձևի, այլ բովանդակության փոփոխության մեջ է, համոզմունք են հայտնել նրանք։ Խորհրդարանական հանրապետության գաղափարը նոր չէ եւ հենց այդ մոդելն է եղել երրորդ հանրապետության կառուցման հիմքում։ Մեզ հետ զրույցում հիշեցրեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։ Մինչդեռ մեր երկրում որքանով կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կառավարման մոդելը, հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի կառուցվածքը եւ այն հանգամանքը, որ այդ փոփոխությունը չի վերաբերելու դաշտում գործող առանցքային քաղաքական ուժերին։ Որակական ցանկացած փոփոխություն ակնկալելը տեղին չէ, եթե չի փոխվում համակարգը, համոզված է Տիգրան Խզմալյանը, քանի որ կարևորը բովանդակության, այլ ոչ թե ձևի փոփոխությունն է։ Մենք կարող ենք հռչակել խորհրդարանական պետություն, կարող ենք կրոնապետություն հռչակել, կաթողիկոս ընտրել որպես երկրի ղեկավար, կարող ենք արքա բերել, համակարգը չի փոխվում։
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների մեկնարկով կառավարման խորհրդարանական մոդելի անցման շուրջ քննարկումները գործնական փուլ մտան։ 2013 թվականին ընտրված նախագահը գործելու է առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչ խորհրդարանական հաջորդ ընտրություններ 2017 թվական քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու սահմանադրական համապատասխան փոփոխություններ։ Նշված նպատակի շուրջ է, որ այս օրերին հանդիպումներ են ունենում ոչ կոալիցիոն ուժերի, խորհրդարանական ընդդիմության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ Թե խորհրդարանական եւ թե նախագահական կառավարման մոդելները հաջողությամբ կիրառվում են բազմաթիվ երկրներում, մինչդեռ ըստ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի ինչքան էլ որ մենք ձևը փոխենք, բովանդակությունը բոլորովին այլ է։ Ժողովրդի ձայնը չի արտահայտվում ոչ ազգային ժողովում, ոչ էլ Բաղրամյան 26-ում։ Սա է խնդիրը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցին չի մտահոգում եւ չի հետաքրքրում, թե այս օրերին որ քաղաքական ուժերն ինչ հանդիպումներ են իրականացնում, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերում, որովհետեւ ըստ նրա այդ ամենը կատարվում է քաղաքական խաղերի շրջանակում եւ բխում է միայն կուսակցական շահերից։ Կառավարման համակարգի, ուրեմն ձևի փոփոխություն դառնում է ինքնանպատակ եւ ավելին կարող եմ ասել մի նպատակ ունի, որպեսզի հանրային ուշադրությունը շեղի իմ նշած հանրային կարևոր խնդիրներից եւ արհեստական ինչ-որ հարցեր առաջադրեն, որպեսզի մենք դրանցով զբաղվենք։ Եթե ընթացող հանդիպումների եւ կոնսուլտացիաների օրակարգում մարդու իրավունքների գերակայության սկզբունքը չէ եւ այն խնդիրների լուծումը, որոնց մասին ըստ իրավապաշտպանի այս տարիների ընթացքում բազմիցս է բարձրաձայնվել, խորհրդարանական կառավարման մոդել կունենանք, թե նախագահական, ամենևին էլ էական չէ։ Սիրանուշ Հարությունյան, Գարիկ Ազիբեկյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Անհրաժեշտություն կա արդյոք Հայաստանում փոխվարչապետերի թվի ավելացման։ Այս հարցի շուրջ մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերը զրուցել է քաղաքական գործիչների հետ։ Մի մասի կարծիքով դրա կարիքը իսկապես այսօր կա, իսկ շատերը համոզված են, որ դա ներիշխանական հերթական խաղերից է։ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուշուրյանի կարծիքով այդ փոփոխությունը հասարակ քաղաքացուն ոչինչ չի տալու։ Թեման մանրամասնում է Էմա Պալյանը։ Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ կարիք կա սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետերի թիվն ավելացնել Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարության ղեկավարը նշել էր, որ այդ փոփոխության միջոցով հնարավոր կլինի կառավարության գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ կազմակերպչական տեսանկյունից։ Մինչդեռ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուշուրյանի կարծիքով դա երկրի զարգացմանը չնպաստող հերթական ծրագրերից է։ Իրենք իրենց մեջ որոշեն, քանի հոգի են ուզում պաշտոնի գնալ, քանի հոգու ինչ նախարարություն ստեղծեն, ինչ փոխվարչապետի պաշտոն ստեղծեն, ինչ փոխնախարարի նոր պաշտոններ ստեղծեն, որ բոլորը բավարարվեն իրենց այդ ներիշխանական բազարներում։ Մեր ժողովրդին դա չի հետաքրքրում։ Մեր ժողովրդին դա հետաքրքրում է միայն մի տեսանկյունից։ Արդյոք դա բերելու է էական փոփոխության երկրում։ Խոսքը դրա մասին պետք է գնա։ Իսկ իրենք թե ինչ քաղաքական խաղեր են ուզում անեն, թող մնա իրենց խղճին։ Վարչապետի հայտարարությունից հետո մամուլում սկսեց լուրեր շրջանառվել այն մասին, որ սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետերի թվի ավելացումն արվելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության համար, ինչի արդյունքում ԲՀԿ նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Մինչդեռ Հանրապետական կուսակցության անդամ ազգային ժողովի падգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ անհրաժեշտ է առնվազն 2 փոխվարչապետ, որպեսզի հնարավոր լինի համապատասխան աշխատանքներն ավելի հեշտ համակարգել եւ որ պետք չէ ամեն ինչ կապել նախընտրական շրջանի հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլող խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր հերթին նախատեսվող փոփոխությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. Անհրաժեշտություն կա որակյալ պետական ծառայողների առհասարակ երկրի հանդեպ որպես մշտական բնակության վայրի նկատմամբ վերաբերմունք ունեցող, սրտացավ վերաբերմունք ունեցող մարդկանց մուտքը որոշումների կայացման դաշտ։ Բա որ վաղը ԲՀԿ-ին չբավարարվի, ասենք դաշնակներին բավարարվի, պետք է ասեն ԲՀԿ-ին խաբեցին։ Ես ասում եմ, որ տնտեսության եւ կազմակերպային կառավարման կազմակերպային համակարգը վերլուծելուց հետո է եկել վարչապետը այդ եզրակացության համոզված եմ ուղղակի։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ քննարկում են ոչ թե կարևորագույն եւ լրջագույն խնդիրներ, որոնք որ իսկապես անհրաժեշտ են երկիրը ներկա իրավիճակից դուրս բերելու համար, այլ այդպիսի հարցեր։ Այսօր Շիրակի գոտու մարդկանց ի՞նչն է հետաքրքրում։ Արդյոք փոխվարչապետը մեկը կլինի, թե 3-ը կլինի, թե չգիտեմ ինչքանը կլինի։ Նրան հետաքրքրում է այսօրվա իրավիճակում ինքը կունենա մարդավայել ուրեմն այն մի իրավիճակ, որտեղ որ ինքը մտածի, որ
այ ավելին անի, որպեսզի իր ընտանիք ավելի զարգացած լինի։ Սա է գլխավոր հարցը։ Իդեպ մենք զրուցեցինք նաև սահմանադրական իրավունքի մասնագետների հետ, ովքեր տեղեկացրեցին, որ կառավարության կազմը սահմանվում է օրենքով, հետևաբար փոխվարչապետերի թվի ավելացման խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն օրենքի փոփոխության արդյունքում։ Էմմա Պայլյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Թբիլիսի, Կախետի, Թել Ավիվ, քաղաքական անցուդարձ, վրացական ավանդույթներ, սովորույթներ եւ կենցաղ։ Շարունակվում է մեր հարևանները նախագծի շրջանակներում Վրաստանում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Առաջարկում եմ դիտել տեսանյութերի շարքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Պատմության քառուղիներում հայերին եւ վրացիներին ճակատագիրը կապել է համատեղ ընթացքով, համատեղ գոյապայքարով եւ կեցությամբ։ Ճակատագիրը նույնադավան երկու ժողովուրդներին նաեւ հովանի է եղել, պարգևելով անթափանց հովիտներ, անանցանելի գետեր եւ անմատչելի լեռներ։ Կախեթիի բերրի հողատարածքների մուտք հանդիսացող այս վայրում է կառուցվել Ուջարմա բերդաքաղաքը, որը բազում ավերիչ արշավանքների եւ հերոսական մարտերի ականատես է, որտեղ իր զորությունն է ցույց տվել նաեւ Մամիկոնյանների զինուժը։ Վերջի հիմքերը գծվել են 3-րդ դարում, առաջին քարերը դրվել են Միրյան արքայի օրոք, ով ընդունել է քրիստոնեությունը։ Այստեղ նաև առաջին խաչն է տեղադրվել։ Первый крест вознес он здесь. Պարսկական տիրապետության դեմ բռնկված Վախթանգ առաջին Գորգասալի վրաց արքայի ապստամբությունը ճնշելու համար 5-րդ դարավերջին պարսկական 100 հազարանոց հսկայական բանակն իր ավանդական փղերով Կավատ առաջինի գլխավորությամբ ներխուժել է Իբերիա։ Այդ ընթացքում ապստամբություն էր բռնկվել նաև մարսպանական Հայաստանում եւ հայկական բանակը մարսպան Վահան Մամիկոնյանի եւ սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվել է Իբերիա եւ միացել իբերական բանակին։ Դրանից հետո միացյալ բանակը Իորակետի ափին Տարպակ քաղաքի մոտ երրորդյա համառ մարտեր է մղել պարսիկների դեմ, ետ շպրտելով թշնամու ուժերը։ Այս վայրերում արքայական վրանների մոտ Վախթանգը մենամարտում սպանել է Կավատի որդուն, սակայն նույն տեղում էլ Իբերիայի արքան մահացու նետահար է եղել։ Խորունկ ծորերով եւ գետերով շրջապատված այս բերդաքաղաքը եղել է վրաց թագավորների ամառային նստավայրը։ Այն հայտնի է նաև նրանով, որ այստեղ է վախճանվել Թբիլիսիի հիմնադիր թագավոր Վախթանգ Գորգասալին։ 4-ից 5-րդ դարերում բերդաքաղաքը կառուցել են ինտենսիվորեն, այստեղ են տեղափոխել մարտի ժամանակ թունավոր նետով վիրավորված Վախթանգ Գորգասալի արքային, որին փորձում էին բուժել, սակայն ցավոք նա որոշ ժամանակ անց մահանում է։ Միացյալ հայ-իբերական բանակը Իորակետի երկայնքով որոշ տարածություն հետապնդել է թշնամուն, սակայն հետո նահանջել եւ ամրացել է Կախեթիում։ Ստեղծված պայմաններում Պարսից թագավորությունը հրաժարվել է կրոնափոխության եւ տնտեսական հալածանքների քաղաքականությունից։ Այսօր այստեղ հայրենասիրության դասեր են առնում վրացի աշակերտները, ովքեր բավականին լավ ծանոթ են նաեւ հայոց պատմությանը։ Patriotism очень хорошее слово. Հայրենասիրությունը լավ բառ է։ Ես այս երեխաներին սովորեցնում եմ սիրել յուրաքանչյուր տերև եւ թուփ, յուրաքանչյուր քար եւ շաղախ, նաեւ այս գետը, որը ստրատեգիական կարևոր նշանակություն է ունեցել։ Այստեղից թունելներ են ձգվել դեպի ներքև։ Այս տարածքում բազմաթիվ պատերազմներ են եղել, շատ վատ, բայց նաեւ շատ լավ իրադարձություններ են եղել։ Ну и много хорошего было. Օրիչիկա, աբա ումաս ինձլետ սոսիսեբի դարեկի թոթեփշե դաուդե Ռաունդա ունզբեթքա շնորհակալ եմ։ Հայեր եւ վրացիներ, Սուրբ Ռիփսիմեից եւ Սուրբ Նինոից մինչեւ Միմինո, մենք մրցակցության մեջ ենք։ Հավերժ մրցակիցներ են մեր լավաշհացն ու շոթին, գինին ու կոնյակը, արաքսն ու քուրը, մեր Արարատն ու Թբիլիսիի Դինամոն։ Կարելի է անվերջ թվարկել, սակայն մեկ բան հաստատ է. բազմամիլիոնանոց անկուշտ հարևանների խետ հայացքի ներքո սեփական խաչը ծանրությամբ տարած ոտքի կոխան դարձած մատնաչափ հողակտորի համար այրուն քրտինքով պայքարի ելած երկու ժողովուրդները դատապարտված են մնալ հավերժ բարեկամներ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։
Բիձինա Իվանիշվիլին փորձում է բացել իր արտաքին քաղաքական ուղեգծի շղարշը։ Նա նախ հայտարարեց վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացման եւ զարգացման իր պատրաստակամության մասին, այնուհետ անցավ Եվրոպային եւ Ռուսաստանին։ Նախագահի քաղաքական կեցվածքից էականորեն տարբերվող նրա դիրքորոշման առանցքը Ռուսաստանն է։ Իվանիշվիլին հայտարարեց Դաշնության հետ հարաբերությունների նոր ընթացակարգ ձևավորելու մասին։ Քաղաքագետներից շատերը սակայն համոզված են, որ արտաքին քաղաքական ուղեգծի արմատական փոփոխություն Давайте посмотрим, кто возглавляет Министерство иностранных дел, Министерство реинтеграции, Министерство обороны, которое здесь вполне задействовано, потому что вы знаете грузинские пронатовские устремления. Давайте посмотрим на комитет по международным делам в парламенте и его главу, комитет евроинтеграции. Это совершенно прозападные люди, совершенно. И в самой России никаких иллюзий не питали и не питают. Логику холодной войны, которая все еще преобладает в понимании, преобладала в понимании предыдущего правительства, и приобретет более европейский стиль, характер, что означает поиск интересов, которые могут совпадать между странами. Это касается в первую очередь урегулирования отношений с Россией, но, безусловно, также касается и Армении, и других соседних государств. Սաակաշվիլի Իվանիշվիլի հանդիպման ժամանակ քննարկվել էին արտաքին քաղաքականության ընդհանուր առաջնահերթությունները։ Դրանք հիմնականում համընկնում են Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ցկտման մեջ։ Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք, կարող ենք մեր ընդդիմախոսների հետ ապրել ժողովրդավարական միջավայրում, հայտարարեց վարչապետը։ Սաակաշվիլին իր հերթին նշեց, որ Վրաստանում ընթանում է պատմական գործընթաց, երբ իշխանությունն ընդդիմությանը փոխանցվում է եվրոպական ժողովրդավարության ճանապարհով։ Բնականաբար Եվրոպան առաջնահերթություն է նաև Իվանիշվիլիի համար եւ հենց քաղաքական դոմինանտ այս ուժի adekvat վերաբերմունքից է կախված վարչապետի հետագա հաջողություններն ու ցախողումները, այնպես որ բոլորն այստեղ սպասում են եւ նախագահն ու վարչապետը եւ մրցակից կուսակցությունների անդամներն ու Վրաստանի հասարակությունը։ И я думаю, что это очень оптимистический пример и для Армении, и для других стран, говорящий о том, что в принципе это возможно. И, скорее всего, вот это вот ожидание, вот эта эйфория скоро сойдет, как бы будет спадать, потому что не так легко выполнить все эти экономические обещания, все эти обещания, связанные с повышением пенсий, зарплат. Грузия пока не может себе позволить это делать так стремительно, так быстро. Я хочу сказать еще, что это не просто смена власти, эта смена власти под собой имеет сильный социальный протест в обществе. Իսկ սոցիալական բողոքին հմտորեն են արձագանքում վրացական երազանքն ու նրա առաջնորդը։ Վրաստանի սահմանադրության համաձայն նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 2013 թվականի հոկտեմբերին, սակայն Իվանիշվիլին եւ նրա թիմակիցներն արդեն իսկ հայտարարություններ են հնչեցնում, որ նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվելու է հունվարին, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման 5 տարին։ Վրացական երազանքի առաջնորդն արդեն իսկ առաջարկել է նախագահին ազատել իր շքեղ նստավայրը, քանի որ ծախսերը շատ մեծ են։ Վարչապետը հայտարարել է նաև, որ պետության վրա շատ թանկ է նստում նախագահական երկու ինքնաթիռի սպասարկումը։ Փորձագետներից շատերը եւս պնդում են, որ Սաակաշվիլին իրեն ավելորդ շռայլություններ է թույլ տալիս, այն դեպքում, երբ երկրում սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակ է։ Միևնույն ժամանակ կարծիք են հայտնում, որ օրենսդիր գործադիր մարմինների եւ նախագահի միջև արկա հենց այս հակասությունն էլ հանդիսանում է երկրի զարգացման գրավականը։ Экономика и вообще страна работает лучше, когда есть то, что мы... Да, когда Конгресс оппозиционный и президент, ну как, из власти, но можно сказать, что это Конгресс, который во власти и президент оппозиционный. Но это всегда есть такая смесь в нашем государстве. Я не знаю, как это будет в Грузии, потому что, конечно, это очень молодая демократия. Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա նշենք, որ այս տարվա փետրվարին Վրաստանի նախագահը միակողմանի վերացրել էր վիզային ռեժիմը այդ երկրի քաղաքացիների համար։ Նա անձամբ մի քանի անգամ դիմավորել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին սահմանի վրա եւ հրավիրել նրանց Վրաստան, սակայն ռուսների հետ շատ ավելի բարդ է, քան ենթադրում են հասարակ քաղաքացիները։ Աբխազների եւ օսերի մեծամասնությունը հակված է կարծել, որ Վրաստանն ամեն դեպքում կճանաչի իրենց անկախությունը, իսկ այս пահին դրա միակ երաշխավորը Ռուսաստանն է, որը չի շտապում մեղմել իր կոշտ դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ։ Со стороны России, в общем-то, мы никаких встречных шагов пока не видели и даже не слышали, скажем так. И
С сожалением и болью душевной должен сказать, что Россия остается страной, куда попасть гражданину Грузии, наверное, сложнее, чем в какую-либо иную точку земного шара. Потому что те процедуры, которые надо пройти для получения российской визы, они унизительны. Они просто унизительны. Я вам скажу, что с 2006 года я не был, скажем так, в Москве. И при таком режиме, при существующей ситуации, я и не поеду. Ավելին, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն արդեն առաջարկել է խստացնել ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը։ Քննարկման է պատրաստվել օրինագիծ։ Իրականում եւ Մոսկվայում, եւ Բրյուսելում, եւ Թբիլիսիում բոլորն էլ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի պլյուս-մինուսով կմնան նույն մակարդակի վրա։ Այնքան ժամանակ, քանի դեռ դաշնության հազարավոր զինծառայողներ վերահսկում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանները։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։ Թբիլիսի-Թելավի ավտոճանապարհը երկու կողմից երիզում են տասնյակ կիլոմետրեր ցկվող հարուստ անտառաշերտերը։ Բնությունը շռայլորեն ցուցադրում է իր գեղեցկությունը աշնանային հանդերձի եւ հանդարտության մեջ, մինչեւ ճանապարհը հատող Իորի գետի այս հատվածը, որտեղ իսկական իրարանցում է։ Ցկնորսական կրքերով տարված ակտիվ հանգստի սիրահարներին լայն ժպիտով առաջինը ողջունեց մեր վարորդը, ով աշխարհի որ ծայրում է լինի, պարտադիր վերցնում է երկու իր անձնագիրը եւ ցկնորսական կարգը։ Իորին կուր գետի վտակն է եւ Կասպից ծովից այստեղ է հասնում Շամայկա կոչվող նրբահամ ցկնատեսակը, որն ի դեպ գրանցված է կարմիր գրքում։ Каспийское море немножко есть черным. Название Шамая от Шахнаме в переводе с персидского это царица рыба. Царица рыба. Значит, раньше вообще в Куре, когда я был совсем маленький, это лет 25 тому назад, значит, в Азербайджане на Куре мы ловили, я лично ловил, ну вот как хорошую селедку, такая была шамайка, очень жирная. Значит, развелась она здесь, наверху в Сионе, потом сейчас спустили воду, она пошла. К сожалению, эта рыба выродилась. Лет 8 тому назад, 9 назад, где-то по 300-400 грамм, по полкило ловили мы. Потом отсюда вода заходит в Вилийское море, вот отсюда идет в Вилийское море, там тоже крупные были, развились. Нежнейшая рыба, такую маленькую жарить от нее ничего не остается, вялить тоже не остается. Можно вот так отварить, как цоцхали делают. Это в соленой воде бросил и сразу вытащил. Յուրի Անդրեևսկին տեղաբնակ ռուս է, իր ազգի սակավաթիվ այն ներկայացուցիչներից, ովքեր դեռ ապրում են այս շրջանում։ Ցկնորսությամբ զբաղվում է հանգստի օրերին, հարուստ գիտելիքներ ունի եւ լավ տիրապետում էր անգամ Սևանի, Իշխանի եւ Սիգի ցկնապաշարների թվային տվյալներին։ Իսկ Վախթանգ Գորգիջանիձեն ընդհանրապես ցուկ չի համտեսել, սակայն ամեն հարմար պահի այստեղ է։ Դժգոհում է, որ ադրբեջանցիները Շամխորում ջրամբար են կառուցել, փակել Մինգեչաուրին, այդ պատճառով ցուկն իրեն չի հասնում։ Мигичал перекрыли уже азербайджанцы. Это уже здесь то, что осталось, та рыба. Рыбу не кушаю. Никогда не кушал. Удовольствие получаю, рыбу ловлю. Շամայկան համեղ է հատկապես աշնանը, տարվա այս եղանակին այն ավելացնում է յուղաշերտը եւ իզուր չէ, որ այստեղ շատ են այդ ցկնատեսակի երկրպագուները, նրանց կողքին մեր վարորդը գլուխ գովելու հնարավորություն չունեցավ, օրգանական սննդի սովոր ոչ մի շամայկա չփորձեց համտեսել նրա արհեստական ճիճուն եւ մենք ծերունային շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գոմբորի, այստեղ 1940-ականներին մեծամասնություն էին կազմում ռուսները, երբ գործում էր հրետանային ռազմաբազան, սակայն 20 տարի անց վրացիները թվային գերակշռություն ստացան։ Части расформировали. Вот как Союз рассыпался. Вот, ну и так что республики стали самостоятельными. Закончили высшее училище, все. Вот места нет, не было. Места, чтобы работать. Это место было для богатых сыновей. А для нас не было. У меня 2 сына здесь. Высшее образование 2. Вот. И не могу найти место никуда, нигде. Միխայել Վասիլևը ծնվել հասակն առել է այս գյուղում, հեռանալու մասին երբևէ չի էլ մտածել, հիմա նա իր վրացի ընկերոջ Գոդերձի Արաբուլիի նման հուսով սպասում է, որ Վրաստանի նոր կառավարությունը եւ նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին երկիրն ավելի լավ վիճակի կհասցնեն։
что он настоящий, очень хороший парень, очень. Потому что он не для деньги сюда пришел, не для деньги, он для дела пришел здесь. Мы думаем так, и верим ему, и поддерживаем ему. Это Саакашвили тоже нормально начал, само сначала. Он не смог, понимаете, потому что у них состав был такой. Должно пройти время. Время покажет. Արաբուլին, որքան էլ սիրում հարգում է նոր վարչապետին, այնքան չի ընդունում նրա նախասիրած եվրոպական արժեհամակարգն ու ներմուծված սովորույթները։ Այստեղ տարբեր ազգությունների մարդիկ են ապրել եւ միշտ պահպանել են իրենց ավանդույթները։ Այսօր այլ է վիճակը։ Европа зашел, это самой вот честь потеряли народ. Голые ходят. Вот это Европа. И все смотрят, да, не стесняются ни в чем. Вот даже вот, если что-то понадобится с мужчиной и женщиной, вот на одном месте даже 2 метра пройдет и все сделает. Это честь, намус, Намус нету, да? Нету намус. Вот такой вот европейский цхоба. Այստեղ բնակվում են նաև իրանախոս լայջ եւ թրքախոս թաթ կոչվող ազգությունների ներկայացուցիչները, որոնք գաղթել են Ադրբեջանից, ապրել են հայերի 3 ընտանիք։ 1990-ականներին Գոմբորիի բնակչության թիվը նվազում է, կազմելով 1100 մարդ։ Որքան էլ զարմանալի է, տեղաբնակ ռուսներն այստեղից չեն հեռացել։ Պարզապես նրանց թիվը նվազել է բնական աճի կանգի պատճառով, փոխարենը ավելացել է մահմեդականների թիվը։ Իսկ Մարիա Չիավերաշվիլին ինտերնացիոնալ ընտանիքի զավակ է։ Հայրը Лехе, майре кисов чап рус и враци. У меня отец поляк, а мать полу-полу. Грузинка полурусская. Эх, мы уже прожили свой век, можно сказать, 68 лет мне. Вот, а детям, за детей переживаю. Ապրում է միայնակ, ամուսնուն կորցրել է 6 ամիս առաջ, թեև որդին նոր տուն է կառուցում, սակայն տիկին Մարիան չի շտապում հրաժարվել իր փայտաշեն հնաոճ կացարանից։ Քաղաքական անցուդարձին ծանոթ է այնքան, որքան հասցնում է հեռուստացույց դիտել։ А как, президент так и будет Саакашвили? Да, конечно. Это такое же, это самое, как двоевластие, как и Путин и Медведев. То же самое выходит, Арашвилу. Вот, я же смотрю на это счет. Поместали, и может быть пройдет 5 лет или 10, и они опять вернутся на прежнее место. Я ничего не хочу, чтобы дорога открылась нормально, без виз. Чтобы можно было пообщаться. Чтобы таких денег не надо было, больших денег, приехать, уехать. Гамарджубат. Вот, оборавите. Говорят, вроде он делает. Может быть. Իրենց որդիներին անverջ սպասող այս տարեցների համար 21-րդ տարը հակասությունների եւ անկանոն հարաբերությունների ժամանակաշրջան է։ Նրանց համար փայտաշեն իրենց հին տունն ավելի ջերմ է, քան Եվրովոճի նորերը։ Ֆաստ ֆուդից ավելի լավն է իրենց ծառի պոպոկն ու թթմով ճաշատեսակը։ Հարազատ են իրենց հին ավանդույթները եւ մարդկային պարզ անկեղծ հարաբերությունները։ Այսպիսին են փոքրիկ Գոմբորիի տարեց բնակիչները։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։ Թելավի քաղաքի անվանումը վերացերեն Թելաբառից է, ռուսերեն կարագաչ, իսկ հայերեն կնձնի կոչվող ծառատեսակից, որի հարուստ անտառաշերտերը շատ են այս տարածքում։ 17-րդ դարում Դավիթ Շինարարի օրոք, երբ Կախեցյան դարձավ Վրաստանի մաս, Թելավին ձեռք բերեց ավելի մեծ ճանաչում։ Այն Կախեթիի կենտրոնն էր եւ իր այդ կարգավիճակը պահպանել է մինչ օրս։ Այսօր շրջանի բնակչության թիվը 80,000 է, իսկ բուն քաղաքինը 40,000։ Քաղաքի ռեստավրացիոն ծրագիրը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հավակնոտ նախագծերից մեկն էր, որն ավարտվել է, սակայն մասնակի նորոգումներ շարունակվում են մինչ օրս։
Թելավի քաղաքը համարվում է Կախեթիի վարչական եւ մշակութային կենտրոնը, ավելի վաղ եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը, իսկ 18-րդ դարում ծառայել է որպես ամրոց Պատոնիս ցխեների թագավորական տան համար։ Ամրոցի տարածքում գտնվում էին երկու եկեղեցի, 11-րդ դարի թագավորական պաղնիկների ավերակներ, Պանթեոն եւ Հերակլ II թագավորի պարսկական ոճով կառուցված պալատը, որոնք վերանորոգման փուլում են։ Այստեղ է գտնվում նաեւ Հերակլ II թագավորի տպավորիչ արձանը։ Был возился наш последний царь Грузии, это Ирекле II, по фамилии Багратиони был. Его крепость, здесь родился, здесь умер. Թելավիի կենտրոնն այսօր բարեկարգ տեսք ունի, վերանորոգվել են նաև ցարական շրջանի շենքերը եւ հին թաղամասերի տները։ Զբոսաշրջիկների համար ապահովված են բոլոր պայմանները, կենտրոնում կան ուղեցույցներ, Wi-Fi, ինտերնետ կապ, հեծանվային ուղիներ, հանգստի կենտրոններ։ Բնակեցված է հիմնականում վրացիներով, որոշ տեղեկություններով տարածքի ներկայիս բնակչության մի մասն ունի հայկական արմատներ, որոնք եկել են հյուսիսային Արցախից։ Թելավիում ծնվել եւ ապրել է հանրահայտ ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը։ Здесь грузины, армяне, это курды, как это называется? Езиди, да. В основном это русские уже не так много. Թելավիի կենտրոնում Հերակլ II-ի արձանից մի փոքր հեռու կարելի է տեսնել 800-ից 900 տարեկան չինարի ծառը, որը գտնվում է պետության պահպանության ներքո, ապահովված է անգամ լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին նրան գեղեցիկ տեսք է հաղորդում։ Чинари, чадари, по-грузински, а по-русски чинар. А так платанус ориенталис, по-латински. По-латински знаю. Թելավին հայտնի է նաև սիրված կինոնկարի դրվագներով, այստեղ է ապրել եւ իր կուկուռուզնիկով երկինք բարձրացել հանրահայտ ֆիլմի հերոս Միմինոն։ Այս տարածաշրջանում պատրաստվում է նաև Վրաստանի ամենալավ գինին, որը Թյուման անվանել է կախեթական այգիների շրջան։ Սա հնագույն վանքերի եւ տաճարների, գետերի եւ հովիտների աշխարհ է, որտեղ արևի առաջին տաքուկ շողերի ներքո աճում է քաղցրահամ սաթե խաղողը։ Ընդհանրապես այս շրջանում բազմաթիվ են խաղողի ցանքատարածություններն ու գինու ձեռնարկությունները, որտեղ արտադրվում են տարբեր գինիներ, այդ թվում հայտնի մարդկանց եւ երկրի նախագահի նախընտրած տեսակները։ Սատրապեզո կոնդուլի դա что пьет пил наш президент. Тоже из белое сатрапезо, сами известные наши как бренды. В этом году начали уже коньяк разливать также. Ուրախ սեղանների թիվ 1 զարդը գինին է, ժողովրդական առածն ասում է նաև, որ գինին շառ է, կանօրինակներ երբային ամրոցների ու քաղաքների կործանման պատճառ է դարձել, սակայն այստեղ գինի խմել եւ խմում են բոլորը, ապրելով ուրախ եւ երկար, Կախեթին նաև երկարակյացների բնորան է։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։ Կրեմի քաղաքը կարճատև պատմություն է ունեցել։ 16-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1615 թվականը եղել է Կախեթիի մայրաքաղաքը։ Այն բաղկացած է եղել եկեղեցական համալիրից, թագավորական նստավայրից եւ առևտրական շրջանից։ Տաճարը կառուցվել է 1565 թվականին, իսկ որմնանկարներով պատկերազարդումների աշխատանքներն ավարտվել են 12 տարի անց։ 17-րդ դարի սկզբին ներքին պառակտությունների, մատնության եւ Պարսից շահ Աբբաս արքայի ավերիչ արշավանքից հետո գետնին հավասարվեց ամբողջ Կախեթին։ Լևան արքայի հիմնած Կրեմի քաղաքն ավերվեց 1615 թվականին եւ այլևս վերածնունդ չունեցավ։ Երորդ դարավերջին սկսել է գործել վանական համալիրը, այնուհետ հոգևոր ճեմարանը։ Վերջին տարիներին այստեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվել վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացաշվիլիի աջակցությամբ։ Իդեպ մեր այցելության ժամանակ այստեղ որոշակի խնդիրներ եղան։ Եկեղեցու ներսում նկարահանումներ կատարելու համար վանահայրերը տևական ժամանակ հեռախոսազանգերով ճշտումներ էին կատարում եւ թույլտվության հրահանգի սպասում։ Բնականաբար ես մտաբերեցի հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի տարիներ առաջ տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված էր, թե Կրեմի վանական համալիրում վերանորոգման աշխատանքների ընթացքում ոչնչացվել են հայկական խաչքարերը, իսկ պատերի վրայից ջնջվել հայագիր արձանագրությունները։
Մեր ակնապիշ զննության եւ տեսախցիկի ֆիքսած կադրերը ոչինչ չտվեցին եւ մենք լքեցինք Գրեմին երկակի տրամադրությամբ, Ալազանի Բերքարատ հարթավայրը հերկելու մտադրությամբ։ Ալազանի տարածաշրջանը համարվում է Վրաստանի կինո հայրենիքը։ Այստեղ ամեն ինչ կապվում է վրացական կինո եւ վրացական կինոգործության հետ։ Անգամ ճանապարհներին եւ տարբեր անկյուններում այստեղ կարելի է հանդիպել կինո տակառների հուշարձանների։ Նապարեուլին Թել Ավիվից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղ է, որտեղ պատրաստվում է Ալազանիի շրջանի վրացական կինո հայտնի տեսակներից մեկը։ Մոտ 1800 բնակչություն ունեցող այս գյուղում չկա այնպիսի տուն, որտեղ բացակայեն ավանդական գինին եւ չաչան։ Գրեթե բոլորը զբաղված են գինեգործությամբ։ Կիկնաձեների ընտանիքի անդամներն իրենց եւ ընտանի կենդանիների ծմերվա կարիքները հոգում են նաեւ եգիպտացորենի մշակմամբ։ Если будет хорошая погода для этого, да, для урожая. У кого виноград есть, живет, у кого есть земля и кукурузу сажает, для себя есть. На дробилку. И свиньи, куры, смотри, сколько курей. Թամաս Կիկնաձեն եւ իր 85-ամյա հայրը երբեք պարապ չեն նստում։ Նշում է, թե հայրն այս տարիքին անգամ զբաղվում է խաղողի, բանջարեղենի մշակմամբ, բերքահավաքով, նաեւ անասնապահությամբ։ Շոթա Կիկնաձեն առողջական վիճակից երբևէ չի դժգոհել։ Աշխատում է շատ, բնականաբար նաեւ սնվում եւ խմում է շատ։ Сколько тебе лет? Я? 44. Я не пью. Ընդհանրապես, Կախեթիի շրջանում երկարակյացներ շատ կան եւ տեղաբնակներն այդ փաստը պայմանավորում են առողջարար կինո հրաշագործ հատկություններով։ Օրինակ Նապարեուլիի բնակիչ Ալեքսանդր Արջևանիձեի հոր պապն ավելի քան 1 դար կյանք է ապրել։ Дед моего отца, знаете, сколько лет умер? 110 лет был, когда он умер. Здесь жил, да? Да, Напареули. И он работал в виннезавод на всю жизнь. Ни разу не заболел. Ալազանիի հարթավայրի բնակավայրերը հարուստ են ոչ միայն խաղողի ցանկատարածություններով, այստեղ աճում են մրգերի եւ բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները, բացառությամբ ցիտրուսայինի։ Տեղանունից էլ սերվել է Նապարեուլի հայտնի գինին։ Արտադրվում է 2 տեսակ, կարմիրը պատրաստվում է խաղողի սապերավի տեսակից, իսկ սպիտակը կացիտելի եւ մծվանե տեսակներից։ Մասնագիտական հմտություններ ստանալու համար Կախեթիում անցկացրած մեր ժամանակը բավարար չէր, սակայն գինեգործին անհրաժեշտ զգալի գիտելիքներ մենք բերեցինք, հատկապես Վելիս Ցիխեում, որի մասին մեր հաջորդ տեսանյութի ժամանակ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։ Վելիս Ցիխեգյուղում կարելի է ծանոթանալ Կախեթյան ավանդական գինեգործության բոլոր գաղտնիքներին, որոնք հազարամյակների հեռվից փոխանցվել են սերնդեսերունդ։ Քաղցրահամ խաղողի եւ նրանից սերված աստվածային խմիչքի հետ շփումը, սիրով կատարված աշխատանքն ու խնամքը այսօր կազմում են այս մարդկանց կենսակերպի անբաժանելի մասը։ Սա սովորական ձեռնարկություն չէ, այստեղ մեկտեղված են հարուստ մառանները, գինու եւ չաչայի արտադրամասերը, համտեսի դահլիճը, ցուցասրահն ու հյուրասենյակը, այսինքն ինչպես կասեր հին վրացի գինեգործը, մեկտեղված են ազգային հարստությունը, ուրախ տրամադրությունն ու ջերմ հյուրընկալությունը։ Вот так, и сок прямо на вкусе. Сколько лет хочешь, там хранится там. И вкусно. 3, 5, 10, 15. Ընկերության աշխատակիցները հաճույքով ցուցադրում, պատմում եւ նկարագրում էին գինու հասունացման եղանակը, ներկայացնում տեսականին, գինու օգտակարությունն ու առանձնահատկությունները եւ ընդհանրապես այն, ինչ վերաբերվում է Կախեթիի հարուստ բնաշխարհին եւ նրա պարգևած բարիքներին։ Здесь производятся все сорта вина, которые выращивают в Грузии, у Кахети. Вот. Основная часть это Кацители, от которого производят и здесь, и везде, и в домах, и на заводах, крупных заводах вина. Ну, там, конечно, технология другая. Здесь в основном квеври, да, чан, то, что называется чаном. Вот это вино, которое
итальянцы, французы, когда ознакомились с этим вином, они удивились настолько, что стали изучать, хотя у них тоже есть примерно такая же технология. Մառանը բաղկացած է մի քանի շինությունից, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը։ Դա մի մեծ համալիր է, հողի մեջ թաղված կվևրի կոչվող կավե հսկա կարասներով, սացնախելի կոչվող խաղողի մշակման սարքավորումով, գինու եւ կարասների խնամքի հատուկ տեխնիկական միջոցներով։ Վելիսցիխեի մառանում կա 2-ից 5 տոննա տարողունակությամբ 20 կվևրի, որոնց մեջ իր հանգստությունն է վայելում մոտ 40,000 լիտր բարձրակարգ կախետյան գինին։ Может быть от 5 тонн. Но если 5-тонновые есть, да, потом нужно минимум 3,5 тонны, еще 2-тонные. Это глиняный сосуд, в котором активные ионы, когда брожение происходит, да, поры проходят, и вино успокаивается. Если это все будет бродить в обычный сосуд, или пластмассовый, или вемаловый, он будет содержать этих активных ионов, и после приема этого вина чуть перебор достаточно, что человек немножко переехал на другой уровень своего мышления. Մեր զրուցակիցը Մալխաս Ռուսիշվիլին մասնագիտությամբ բժիշկ է եւ մանրակրկիտ կերպով նկարագրում էր բնական պայմաններում պահվող գինու օգտակար հատկանիշները։ Կվևրին պատրաստված է հատուկ տեսակի կավից, որն ունի բազում բուժիչ հակավիրուսային հատկություններ։ Այն բնական ճանապարհով գինին հասցնում է կայուն վիճակի, հարստացնում բնական օգտակար նյութերով, առանձնահատուկ համ ու հոտով եւ բնականաբար որևէ քիմիական միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ 200 граммов вина в обед, да, это, представьте, вообще освобождает от холестерина организм, особенно красное вино, черное, то есть, ну, саферави, сухое вино. Если принимать с разумом, да, эти вина, это лечебное. Вообще в кахете то, что растет, дает плоды, все, в общем, можно сказать, что все лекарство. Գինու պահպանման համար նախատեսված կվևրիները հազարամյակների պատմություն ունեն եւ այսօր էլ լայնորեն օգտագործվում են Վրաստանի տարբեր շրջաններում։ Կվևրին եւ դրանում պահպանվող գինին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես ոչ նյութական մշակութային արժեք։ Но вино вообще в кахете это традиция, знаете, какая, как говорится. Ребенок рождается, вином крестится. Человек умирает, вином крестится. Качество продукта зависит от земли. Почему ваш Арарат самый лучший коньяк? Потому что на сухих местах растут, да, и сахарность высокая, поэтому спирт получается чистый, да. Вот, это логично. Մալխաս Ռուսիշվիլին ջերմ հիշողություններ ունի Հայաստանի եւ հայ ընկերների հետ կապված։ Նա խնդրեց իր բարեմաղթանքը հաղորդել ընկերոջը Գագիկին, ում հետ ուսանել է Ռուսաստանում եւ մտերիմ ընկերներ են եղել։ За дружбу наших народов, за моего друга, которого я уважаю, я люблю его, пока буду жить. Даже если я не встречусь с ним, перед смертью я буду помнить о нем. Как и, кстати, да. Գինեգործությունը Վրաստանում շատ հին արմատներ ունի եւ դրա պահպանությունը լավ միջոց է երկրի մշակույթը ներկայացնելու համար։ Վրաստանում դա շատ լավ հասկացել եւ յուրացնում են, ու բնական է, որ ավանդական գինեգործության ժամանակակից մատուցումն այսօր туриզմի զարգացման մեծ հնարավորություններ է տալիս այդ երկրին։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Վրաստան։